Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեցին միայն ՔՊԱ-կան պատգամավորները, դեմ ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորները, պատիվ ունեմը չէր մասնակցում քվեարկությանը։ ԿՊ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ է որոշել իրենց պնդմամբ տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում, ըստ այդմ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։ Նախագիծը ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է հրատապության կարգով, քանի որ ապրիլի 13-ից կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսում է կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը։ Այս խստացումներով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր, բացի քվեարկության ծրարից։ Քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթի հիմնավորման ուղղված ընտրակաշարքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։ Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին եւ հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։ Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով, մասնավորապես վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ սրբարչական արտահայտություններ։ Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում է ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխություններն իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են։ Նրանք այսօրվա ճեպազրույցին հակասահմանադրական որակեցին ընտրություններից 2 ամիս առաջ կատարվող փոփոխությունը, որով թույլ չեն տալու, որ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակի անձնանուն։ Նախագիծ են բերում հերթական անգամ ընդամենը 1 օր առաջ երեք տեղադրել են կայքեջու պաշտոնական նախագիծը ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքային այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանում կիրառելը, թեկնած այս դեպքում այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրաբարակային կերպով կնքեցինք դաշինք։ Մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանի ուժը հայտարարեց Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին։ Քաղաքական ուժի անդամները նշում են, որ սա օրենք է Սամվել Կարապետյանի մասին, ուրիշ ոչ մեկին չի վերաբերում։ Կուսակցության անդամ փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա ասուլիսին հավելեց, որ ԿՊ-ի այս նախագիծը ցուցադրում է իշխանության վախերը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է իրավական բոլոր գործիքներով պայքարել այս փոփոխության դեմ։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարան դիմելուն, ապա դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը նշեց, որ ՍԴ կարող է դիմել պատգամավորների 1/3-ը տվյալ պարագայում ընդդիմադիր ուժերը, այդ թվում երկրի նախագահը։ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ալեն Սիմոնյանի այս շնորհավորանքը հիբրիդային է որակել։ Ըստ երևույթին ազգային ժողովի նախագահը Մատվիենկոյին սպառնացել է, որ եթե չընդունի շնորհավորանքը, ապա Հայաստանը դուրս կգա հապկից ու ՀԻԱՏՄ-ից, նկատել է նա։ Ելափի կողմից այսօր ներկայացվել են հերթական հարցման արդյունքները հարցին, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցվածների 24.3%-ը պատասխանել է, որ կքվեարկեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության, 13.4%-ը Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության, 7.9%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ 5.5%-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի օգտին։
Թեպետ բոլոր 4 ուժերն էլ որոշակի դրական աճ են գրանցել, սակայն Հայաստան դաշինքը նման արդյունք արձանագրելու դեպքում խորհրդարանում չի հայտնվի։ Քանի որ անցողիկ շեմը երկու կուսակցությունից բաղկացած դաշինքների համար 8% է։ Բացի այդ, ԴՕԿ կուսակցությանը հարցվածների 3,1%-ը կքվեարկի, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 1,9%-ը, Լուսավոր Հայաստանին 1,7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը 1,5%-ը, Միասնության թևերին 1,5%-ը, Հանրապետություն կուսակցությանը 1,1%-ը, Հայ ազգային կոնգրես կուսակցությանը 1,1%-ը։ Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է հարցվածների 8,1%-ը, կփչացնեմ քվեաթերթիկը 2,7%-ը, դժվարանում են պատասխանել 14,3%-ը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 11,4%-ը։ Հետազոտությունը 1001 քաղաքացիների շրջանում մարտ-ապրիլ ամիսներին է կատարվել։ Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց եւ գործիք է։ Այս մասին Փասինվոյի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադառնալով հիշար սոցհարցման արդյունքներին։ Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն կորցրել են չափի զգացումը, նույնիսկ այդ խեղաթյուրված տվյալներն օգտագործելու տեսանկյունից։ Կարծում եմ լավագույն սոցհարցումը հունիսի 7-ին է։ Մենք ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են այս փուլում առաջ շարժվելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործը, ասաց Միկոյանը, հորդորելով վերջին հրապարակված հարցումների հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրել Երևանի ավագանուն ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խոստանում է, որ մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս։ Կուսակցության նախընտրական ծրագրում թրիփ նախագծի ակադեմիական քաղաքի մետրոյի անչափնյակ կայարանի եւ բիոգազի արտադրության խոստումների կողքին արկա է նաեւ կաթողիկոսին հեռացնելու խոստումը, ում քպականները ծրագրում հիշատակել են որպես եկեղեցու փաստացի պետ։ Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ 1 տարի չընդհատվող փաստացի ձախողված պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է։ Ալեն Սիմոնյանն էլ այս համատեքստում պնդել է, թե վեհափառը ումնասովորության համաձայն Ավազանի անունով է դիմել սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Ըստ նրա, լավ կլիներ, որ ուրիշ կուսակցություններն էլ ծրագրի մեջ վեհափառից ու այն մարդկանցից ազատելու օրակարգ ունենային, ովքեր վարկաբեկում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սիմոնյանի հիմնավորումը նորություն չէ, նախընտրական ծրագրում էլ գրել են արտաքին ուժերը փորձում են եկեղեցին դարձնել պետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 20:40-ի սահմաններում Մասիս Նուբարաշան ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրի հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դրն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վերջի նկարանել է ավտոմեքենան եւ զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետեւ դեպքի վայրը ժամանել Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, վարորդը եղել է իր հայրիկի հետ, իսկ ավտոմեքենան շահագործելիս է եղել հեղուկ գազով։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։